Բարի երեկո սիրելի հայրենակիցներ։ Երկրորդ օրն է, որ ձեզ մի քանի րոպեով զբաղեցնում եմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Եվ այսօրվա մեր զրույցը երեկվա շարունակությունն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցող ցավալի դեպքերը եւ դրա շուրջ իշխանության, ավելի ճիշտ իշխանության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի արդարացում արձագանքները։ Երեք կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս բոլոր դեպքերին կրկնեց մի ցավալի հիմնավորում, ճակերտավոր հիմնավորում, որ դեռ տասնամյակներ առաջ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ օգտագործում էին, թե բանակը հասարակության հայելին է եւ այն բոլոր բացական երևույթներ, որ տեղի են ունենում բանակում, դա հասարակության մեջի տեղի ունեցող երևույթներ են։ Կարծեմ 2013 թվականին էր, որ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ ուղերձ պատրաստեց, որի մեջ հատուկ նշեց, որ արգելվում է օգտագործել բանակ հասարակության հայելին է ձևակերպումը, որտեղ բանակը լրիվ առանձին միջավայր է, որտեղ բանակի մեջ եղած կարգուկանոնը, սպայակազմի ներկայությունը պետք է պարտադրեն, որ հասարակության մեջ տեղ գտող բոլոր բացական երևույթները ավտոմատ կերպով չհայտնվեն բանակում։ Եվ վերջապես երեք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Դե գիտեք, դեպքերի, ցավալի դեպքերի հիմնական պատճառներից մեկը ազարտային խաղերն են։ Լավ, այդ հեռախոսներն ինչպես հայտնվեցին բանակում։ Իր իշխանության գալուց հետո չէր 18 թվականին, որ սմարթները հայտնվեցին։ Լավ, ում իշխանության ժամանակ այդ ազարտային խաղերը անհավատալի մեծ տարածում գտան մեր հասարակության մեջ։ Ի վերջո բանակը դա մինի հասարակություն չէ, որտեղ ամեն մեկն ազատ լինի օրվա ընթացքում ամեն ինչով զբաղվել։ Բա ուր է սպայակազմը։ Այստեղ է հիմնական հարցը։ Վերջին տարիներին այս իշխանությունը քարոզչական իր նպատակների համար, որպեսզի համընդհանուր զինված ուժերում աշխատավարձ չբարձրացնի, ներդրեց իբր ատեստացիոն համակարգը։ Եվ սպաները օրվա ավելի շատ մասը նվիրում են, թե ինչպես պատրաստվել, ինչպես այդ հարցաշարերը սովորել, որպեսզի հավելյալ աշխատավարձ ստանան եւ ոչ թե զբաղվում են զինված ուժերում։ Բնականաբար անկարգապահության ավելի մեծ դոզա հաղորդելով զինված ուժերին։ Երկրորդը, զինված ուժերում սպայակազմի համար միշտ առաջխաղացման նախադրյալներից մեկը եղել է հենց այդ ատեստացիա կոչվածը։ Հիմա ատեստացիան մենակ փող, մենակ աշխատավարձ ստանալու միջոց է։ Շատ հաճախ եմ դրա մասին նաև պաշտպանության հանձնաժողովում ասել։ Կան զորամասեր, որտեղ նման դեպքերը շատ ավելի շատ են, բայց մեկ էլ տեսնում ես հրամանատար, շտաբի պետ, տեղակալներ այդ ատեստացիա կոչվածով աշխատավարձերը բարձրացել են, իրենք համարում են, որ ամեն ինչ նորմալ է, բայց իրենց զորամասերում կա անկարգապահություն, իրենց զորամասերում կան նման ողբերգական դեպքեր եւ հիմա էլ է այդպես շարունակվում։ Լավ, գնահատումը ինչպես է կատարվում այդ գնահատումը։ Երեք Նիկոլ Փաշինյանը էլի իր խոճուտ ձևակերպումների մեջ մի ձևակերպման անդրադարձավ, թե նվագախմբի տղաները շաբաթը մեկ ցուցադրում են, այ դրա համար էլ այդպես է։ Ոչ, դրա համար այդպես չէ։ Իրենք են բանակից հանել հերոսների անկյունները, մեր ամբողջ զինված ուժերի հերոսական անցյալը, այսօրվա հերոս դարձրել հարկ վճարողը։ Դրա համար էլ անարժեքայնություն է։ Ուշք ու միտքները ճաշարանն է, մենակ ուտելը։ Ու խոսքի մեջ հիշեց նվագախմբի տղաները ու ձևակերպեց, որ հասարակության մեջ շատ են ճուտերը։ Այդ դրանից թող Նիկոլ Փաշինյանը հեռու մնա։ Ճուտ մականունը իրականում արցախյան ազատամարտի առաջին շրջանում շատ հաճախ կարելի էր հանդիպել, որտեղ հայրենիքի պաշտպանության էին մեկնում նաև դեռ երիտասարդական տարիքի չհասածներ։ Այդպիսին էր մեկը, մեր դաշնակցական ճուտը, որ դեռ 15-16 տարեկանից Շահումյանում էր։ Դրա համար էլ կնքեցին նրան ճուտ։ Հետո ամբողջ պատերազմով անցավ, հետո արդեն հակառակ տարիքին եղավ եւ ապրիլյան քարոզային եւ 44 օրյա պատերազմին եւ ցավոք սրտի հենց նահատակվեց այդտեղ։ Իրենից տարիքով շատ ավելի երիտասարդների
թիկունքը պահելու համար։ Լավ մնացեք, կհանդիպենք։